Չնայած որ ես դե 16 տարեկան եմ, սակայն այս 3 տարիներ ինչ ապրում եմ ակտիվ կյանքով, կամավոր եմ, տարբեր պրոյեկտներում եմ մասնակցում ու նաև ունեմ շատ հաղթանակներ, կարծում եմ, որ կնոջ կրթությունը ամենակարևոր բանն է, որովհետև երբ կինը կրթված է, կրթված են բոլորը։ Հիմա եթե վերցնենք օրինակ դպրոցը, մեր դպրոցը վերցնենք որպես օրինակով, այնտեղ ավելի շատ կին ուսուցիչներ են։ Ու դա հիանալի է, երբ օրինակ իհարկե կան նաև տղամարդիկ, բայց կանայք ավելի հետաքրքիր են կարողանում արտահայտել իրենց մտքերը, ավելի հուզական են նայում որևիցե հարցի։ Ու ինձ թվում է այսքան ժամանակ, որ կնոջ օրինակ թույլ չեն տվել սովորել, կայանալ, դա եղել է նրանից, որ կինը իսկապես խելացի է ու տղամարդը փորձել է իրեն պահել, որ հանկարծ չանցնի։ Ու ամենակարևորը այն է, որ մեր ընտանիքում շատերը պատկերացնում են, որ եթե գյուղ է, ուրեմն ընտանիքը օրինակ կառավարում է տղամարդը։ Բայց գյուղում էլ կան կրթված բանական մարդիկ, ովքեր հասկանում են, ինչ կապ ունի կին է, թե տղամարդ։ Նրանք երկուսն էլ մարդիկ են, երկուսն էլ ուզում են սովորել ու ստանալ կրթություն։ Մայրիկիս այս հաջողությունները ինձ դարձան ապացույց, որ եթե չլինես սովորած, կրթված, թեկուզ չունենաս օրինակ համալսարանական կրթություն։ Միայն դպրոցի կրթությունը շատ հաջողությունների ընթացք է դառնում։ Իհարկե հիմա շատ կովելի է, որ շատ աղջիկներ են սովորում բուհերում, բայց ինձ թվում է կան մարդիկ, ովքեր թեկուզ համալսարան չսովորած, դիպլոմ չունեն, բայց ունեն այնքան գիտակցություն, խելք, որ կարող են իրենք էլ մասնակցել այդ հարցերին։ Համել մեր կենտրոնը դարձավ հենց այդ տարածքը, որ ոչ միայն երեխաներ էին գալիս, այլ նաև գալիս էին կանայք իրենց երեխաների հետ։ Ու խոսում են որևիցե հարցի շուրջ, թեկուզ այնպիսի հարց, որը կապ չուներ, ենթադրենք օրինակ տնտեսության հետ կամ չգիտեմ կրթության հետ, իրենք խոսում էին այն թեմայով, որը իրենց համար կարևոր էր։ Ու հետո հասկանում էինք, որ ինչքան նրանք խոսում են, այդքան ավելի հետաքրքրություն է առաջանում ավելի խոսելու, ավելի հասկանալու։ Հետո հասկանում ես, որ երբ որ ինչ-որ բառ ես օգտագործում, որը նրանք չգիտեն, փորձում են իմանալ, փորձում են հասկանալ։ Ու այս ամեն ինչը բնականաբար այս զարգացվածության աստիճանը բարձրանալու հետ մեկտեղ մենք էլ կարողացանք մեր գյուղում ստեղծել այնպիսի վայր ու դարձանք որոշ մարդկանց համար միջոց, որոշների համար օրինակ մոդել, որպեսզի լինեն մեզ նման։ Ու երեխաները շատ անգամներ նույնիսկ ասում են, որ հարկելի մանուշակի նման գնանք, գանք, սովորենք, լինենք ու իրենք փորձում են նմանվել։ Ու բոլոր գյուղերում, ոչ միայն մեր գյուղերում, պետք է լինեն այդպիսի մարդիկ, ում կուզենան նմանվել երեխաները։